ինչպես կարողանալ ապրել այսօր, այստեղ, քո աշխատանքի, քո մասնագիտության մեջ, այլ ոչ թե համակվել, այդ շատ դժվար է։ Օքեյ, այդ որն է, ես մեկ կարող է ես մի քիչ շատ ռադիկալ եմ կամ շատ երիտասարդ եմ, տենց կյանքը լավ չեմ հասկանում գուցե, կամ էլ մաքսիմալիստ եմ, բայց պահի մեջ ապրելը որն է, եթե օրինակ պահի մեջ ապրում ես ու քո պահը քեզ դուր է գալիս, ապրի, բայց եթե պահի մեջ ապրում ես ու զգում ես, որ Բորիսի կյանքը ավելի լավն է, քան իմ անդադար այդ մտքերով, ես մի ապրի պահի մեջ։ Արա մի բան, որ հաջորդիվ այդ քո պահի մեջ դու ուզես մնալ։ Իմ կարծիքով ամբողջ դեստրուկցիան ու քանդվելու կետը այնտեղից է սկսվում, երբ մենք ուզում ենք ապրել լավ, ինչպես օրինակ մարդը ում նախանձում ենք, բայց չենք ուզում անել այդ քայլերը։ Ու ավելի հեշտ է արժե զրկել է այն ինչ որ ունի այլ մարդը, քան հասկանալը, բա մենք ինչ անենք, որ մենք էլ ունենանք կամ կարող է պետք չի որ ունենանք։ Այդ բայի մեջ ապրելը ես ընկալում եմ սենց որ այդ երջանկությունը, այդ զգացողությունը, չէ՞, ամեն դեպքում ինքը զգացմունք է, ոչ թե ժամանակահատված։ Ինքը չի լինում, որ մի շաբաթ տևի, չգիտեմ, մի օր, մի ամիս, դա այ պահով ապրելը իմ համար դա է։ Ու չէ լինում որ անդադար լինի, այսինքն դու առանց ընդհատվելու անդադար զգաս երջանկություն։ Այ պահով ապրելը դա է, ու դրա համար պարտադիր չի որ, չգիտեմ, ինչ-որ օվկիանոսի ափին միտեղ նստած սենց կոկոսի ջուր խմես, տենց են, չէ՞, հիմա կարող պատկերացնում մեկ էլ երջանկություն ասելով, կարամ ես հիմա այս պահին ինչ-որ դե զգացողությունը իմ մոտ հիմա առաջանա, որովհետև ես գիտակցեմ, որ ես, չգիտեմ, մանկուց երազում էի, այսօր էդ է ասում էլի, որ ես փոքր ժամանակվանից երազում էի, որ ինչ-որ հաղորդում լինի, ես նստած վարեմ ու ստեղ բան լինի, որ ինչ-որ բան, ստեղ մեկը խոսաբան ուշի, ես էլ լսեմ։ Բայց ես էլ երազում եմ, որ ինձ հյուր կա։ Ես երազանքների կատարում եմ ասում։ Կարող է մոտ այդ բանը հենց հիմա գա։ Այո։